Հանուն Հոր և Որդվո և Հոգվույն Սրբո ամեն։ Երեք սիրելի հավատացյալներ, մեր եկեղեցական օրացույցը նշեց, որ դոնն էր Հայաստան աշխարհի առաջին լուսավորիչներուն, Սուրբ Թադեոս առաքյալին և Բարթողիմեոս առաքյալին, որոնք Հիսուսի խաչելութենեն և հարութենեն ետք, հոգեկալուստեն ետք, զինված Սուրբ Հոգվո սփարազինությամբ, մույս աշակերտներուն պես կացին դարբեր դեղեր Քրիստոսի լույսը ցանելու համար։ Իրականությունը, որ մեր եկեղեցին դարձուց առաքելահիմն, այսինքն առաքելական, շատեր գսեն մենք լուսավորչական ենք կամ առաքելական ենք, մենք մեզի առաքելական եկեղեցի կգոչենք, որովհետև հաստատված է առաքյալներուն կողմեն։ Այս իրականությունը դոնը և արիթը բնականաբար նաև մեր հայացքները կսևերեն դեպի Հայաստան աշխարհ։ Մեր սիրելի Հայաստան աշխարհը, որ առաքյալները կացին, քարոզեցին և քրիստոնյա դարձուցին։ Եվ մեր աչքին առջև գուքան մանավանդ վերջին տարիներուն վերիվայրումները, որուն մեջ են անցավ մեր երկիրը։ Ժողովրդական հեղափոխությամբ, Արցախի պատերազմով և գորուստով, և վստահ եմ, ինչպես բոլորդ կհետևիք և գիտեք, եկեղեցվո վերնախավին և պետության ներկայացուցիչներուն փախումներուն։ Եվ երբ այս ամենուն մասին կմտածենք, հավանաբար, որպես քրիստոնյա հավատացյալներ, երկինք գնայինք, Աստուծո գնայինք և գսենք դեր, ինչ է կարծիքդ եղածներուն մասին։ Երբ Արցախի մասին կմտածենք, հավանաբար Աստուծո կդիմենք և գսենք դեր, ինչու չես հայտներ ճշմարտությունը։ Եվ ոչ միայն մեր Հայաստանի քաղաքականության պատմության մասին, հավանաբար ամեն ինչի մասին, Սուրյո պատերազմին մասին, դեր ինչ է կարծիքդ։ Հավանաբար Հնդկաստանի և Պակիստանի մասին, հավանաբար Թայվանի և Չինաստանի մասին, և աշխարհի մեջ բոլոր քաղաքական հարցերուն համար, հավանաբար սպասենք Աստուծմե, գիտնալու ինչ է ճշմարտությունը։ Հավանաբար որպես հավատացյալներ կսպասենք երկինքեն ցայնը լսել Աստուծո, այնպես ինչպես խոսեցավ մկրտության ժամանակ, ըսելու դերը, լսելու Տիրոջ ցայնը, որ գսե Արցախ աշխարհը հայ ժողովրդին կպատկանի եւ անգեզորացած պահանջենք մեր իրավունքները։ Բայց այսօրվան ավետարանի հատվածը, սիրելիներ, մեզի կհայտնե, որ Հիսուս Քրիստոս քաղաքականությամբ սպաղելու հետաքրքրված չէ, բայց ըսելիք ունի ամեն բանի համար և ամեն բանի մեջ։ Այսօր ավետարանի մեջ կգարտանք, որ ոմանք Հիսուսի քով կմոտենան և Հիսուսի գարձիկը կուզեն սպաննված գալիլեացիներուն համար, որոնք սպաննվեցան Բիղադոսին հրամանով, երբ Աստուծո եկեղեցիին մեջ զոհ կմատուցանեին։ Այսինքն, ինչպես մենք շատ անգամ կմոտենանք Աստուծո և գսենք, դեր ինչ է գարձիկը դաս քաղաքական հարցին մասին, ինչ է իրականությունը, նույնպես մոտեցան Հիսուսին, որ ինչ է գարձիկդ այն մարդոց համար, որոնք մերան և որ Աստուծո գաղութեին, Բոնդացի Բիղադոսին ցերկով։ Սպաննվողները հրյա էին և սպանության հրամանը տվողը հռոմեացի էր, որ գիշխեր հրեական այդ շրջաններուն վրա։ Հիսուս ասավ, ինչ է ասավ, կգարձեք, որ այդ սպաննվածները ավելի մեղավոր էին, քան այն գալիլեացիները, որոնք ուրախ զվարթ հավանաբար գաբրին հիմա։ Ոչ գսե Հիսուս, անոնք ավելի մեղավոր չէին։ Այս անգամ Հիսուս կհարցնե, լավ ինչ կմտածեք այն մարդոց մասին,
որոնց վրա աշտարակը ինգավ, գամուրջը ինգավ եւ սպաննվեցան, մահացան։ Հիսուս գսե անոնք ավելի մեղավոր էին ասելով, սպաննվեցան։ Եվ Հիսուս գսե ոչ, անոնք ավելի մեղավոր չէին, բայց գսե վստահ եղեք, որ եթե չապաշխարեք, դուգալ նույն ցևով պիտի գործվեք։ Հայաստան աշխարհի մասին երբ կխոսենք, կմտածենք, բազմաթիվ գործիքներ կլսենք։ Գարկ մգարձիկներ ավելի դրամապանական գտվին, գարկ մքաղաքական վերլուծումներ գրնան ավելի ընդունելի թվիլ քան ուրիշները, բայց մեջտեղները շուգային մեջ շատ գործիքներ կան։ Եվ երբ այդ բաներու մասին կմտածեմ, անցյալ շաբաթ թիմադեդի մեջ մեջտեղ ելավ քարոզիչը եւ ուզեցի մդի գնել։ Եվ այդ քարոզիչը ասավ. եթե հայ ժողովուրդը ամբողջությամբ չապաշխարե, շատ դակավին քաղաքական անհանգստություններու եւ իրավիճակներու առջև պիտի գտնվի։ Այսինքն, եթե հայ ժողովուրդը Աստուծո չդառնա, իրենց սիրտը Աստուծո չհանցնեն, քաղաքական այս վիճակները, գացությունները, սև ամբերը հայ ժողովրդին վրա պիտի շարունակվին։ Եվ ինչպես մեր ժողովուրդը իրենց կոմենտներով գկրե, ամեն ասելով պատասխանած էին այդ քարոզիչին։ Սիրելիներ, Հիսուս Քրիստոս այդպես չի մոտենար մեր կյանքին։ Եվ ահա վասիկ այսօրվան թրվակը այդ մեկը գահայտնե։ Հիսուսի սին անոնք մեղավոր էին ասելով սպաննվեցան դաջարին մեջ։ Հիսուս ոչ ասավ։ Անոնք մեղավոր էին ասելով գամուրջը իրենց վրա ինգավ։ Հիսուս ոչ ասավ։ Եվ այսօր մենք կաչություն ունենք, որպես եկեղեցի հայտարարելու, որ այն ինչ որ մեր երկիրը մեջ են գանցնի, մեր մեղքերուն համար չէ, այլապես Աստված անարդար, Աստված մգլար։ Արաքյալները մեղավոր էին, որոնց մե 11-ը չարաչար սպաննվեցան։ Թատեոսը եւ Բարթողեմեոսը Հայաստան կացող արաքյալները մեղավոր էին, որ այն օրվա թագավորներուն ցերկով չարաչար սպաննվեցան։ Հիսուս ոչ կսե։ Շատ աջախ համացանցի վրա գտեսնենք, երկրաշարժերու մասին գլսենք, որ եղած են հավանաբար Թուրքիո մեջ, եւ մարդոց արտահայտություններ գլսենք, որ Աստված զարգավ իրենց։ Սիրելիներ, Հիսուս Քրիստոս, որուն մասին մենք կխոսենք, բացարձակ սեր եւ բացարձակ ողորմություն է, քութ է, որ չի սիրեր մեղքը, բայց կսիրե մեղավորը եւ մարդոց արիտ կուտա մինչեւ վերջին վարյան զղջալու։ Անոր համար այսօրվան ավետարանը երբ գարտացինք, անգե վերջ Հիսուս այդ ոչերը ասելուն հետ բատմություն մը բատմեց, արակ մը բատմեց իրեն կով եկողներուն եւ ասավ ցեզի բատմություն մը բատմեմ իր ոչերեն յետք։ Ասավ մարդ մը իր այքիին մեջ, իր բարդեզին մեջ թզենիի ձար մը դնգած էր, որ մգերտա թզենիին վրա թուզ քաղելու համար եւ գտեսնե որ ձարին վրա փամ մը չի գա։ Գգանչե այքեբանին եւ գսե ասի արդեն երկրորդ դարին է, որ եկած եմ թուզ քաղելու եւ թուզ չդար այս ձարը, գդրե հանե հոստեղեն, քանի որ բարաբի դեղ գկրավե։ Այքեբանը գսե դեր, ինձի մեկ դարի ալ ժամանակ դուր։ Ես հիմա գփորեմ իր չոս կողմը, բարարդացուցիչներ գտնեմ եւ բդուղ գուդա կալդարի։ Եթե կալդարի բդուղ չի դա, այն ադեն գդրե եւ հանե։ Հիսուս Քրիստոսն է, սիրելիներ, այքեբանը, որ աշխարհ եկավ, որբեսի բոլոր մարդոց անխդիր մեղավորներուն
անմեղներեն առաջ արիտ տա իրենց սիրտը մշակելու, իրենց սրդին մեջ դեղ փորելու Քրիստոսի բարարդացնող կյանք դվող խոսքին։ Այն բադուհասները, որ աշխարհին մեջ մենք գունենանք, անոնք Աստծուց մեջ են կար։ Բայց անոնք արիտ են մեզի մտածելու ժամանակի գարջլալուն մասին, աշխարհի անցողականության մասին եւ տեսնելու Աստուծո հավիտենական սիրույն եւ ադոր մասին մտածելու։ Ուրեմն այսօրվա ավետարանը սիրելիներ գսե ցեզի մի մտահոգվիկ աշխարհի եղածներուն, դուք գոչված եք որպես ծառեր բդուղ դալու Աստուծո այքիին մեջ։ Բայց ինչ են այդ բդուղները, որ մենք պետք է տանք։ Բողոս Արաքյալ քաղաքացիներու քրքին մեջ, եթե 5-րդ գլուխը բանակ 22-րդ համարը գարտակ հոնգս է Սուրբ Հոգին արդյունքներն են, այսինքն բդուղներն են, սերը, ուրախությունը, խաղաղությունը, համբերությունը, ազնվությունը, բարությունը, հավատարմությունը, հեզությունը եւ ժուժգալությունը։ Փացեք ձեր դուները այսօր, գարտացեք այս բառերը առանցին եւ խոգացեք, որովհետեւ այն սերը, որուն մասին Արաքյալը գխոսի, այն սիրույն մասին չէ, որ մենք մեր ծնողները գսիրենք, գողագիցները իրարու գսիրեն, կամ հայրը կամ ծնողը իր զավակները գսիրեն։ Այն սերն է, որով Քրիստոս սիրեց մարդկության, սիրեց զինք սիրողներուն եւ չսիրողներուն, սիրեց մեղավորներուն եւ անմեղներուն, քարոզեց բոլորին գարոդյալներուն եւ անգարոտներուն, քարոզեց հիվանդներուն, բժշկեց հիվանդներուն եւ բոլոր իրեն եկած հոգիները նույն սիրով գսիրենք։ Խաղաղության մասին գխոսի Արաքյալը, այն խաղաղությունն է սակայն ոչ թե որ մենք մեր դուներու մեջ հանգիստ, մեր նչարաներու մեջ հանգիստ գսկանք եւ գվայլենք եւ գաբրինք, ոչ, այն խաղաղությունն է, որ սրդեն գծնի, ինչպես որ Հիսուս Քրիստոսը ասավ, իմ խաղաղությունս այս աշխարհի խաղաղութենեն դարբեր է, չի նշանակեր մենք բادرազմներեն պիտի խրովինք, չի նշանակեր որպես մարդիկ չենք վախնար բادرազմներեն, բայց կնշանակե նույնիսկ բادرազմներուն մեջ մեր սիրտը խաղաղ է, կնշանակե որ երբ ռումբը ինած էր վրա, քո հոգիդ այնքան խաղաղ է ընդունելու եւ հանդիպելու դերը, Աստված չուզեր որ թուն արգածի հանդիպիս, բայց կուզե երբ արգածի հանդիպիս սիրտդ պատրաստ լա զինք քրգելու։ Եվ այս բոլոր բաներուն մասին մտածեցեք, բայց այս բաները ինչպես կրնանք անել։ Սիրել թյուրին չէ, խաղաղություն ապրիլ թյուրին չէ, համբերողը լալ բացարձակապես թյուրին չէ։ Եթե մենք մեր անձնական ուժերուն եւ կարողություններուն վրա վստահենք, Հիսուս Հովանես Արաքյալին Պերնով Հովանու ավետարանչի մեջ ներողություն 15-րդ գլխուն 5-րդ համարին գսե. Ան որ ինձ միացած է եւ ես անոր բդուղ բիդի դա։ Ուրեմն այս Սուրբ Հոգին բդուղները գուտանք մենք սիրելիներ մեր կյանքին ընթացքին, երբ միացած լանք Հիսուս Քրիստոսին, բայց ոչ թե խոսքով, գործով։ Հիսուսը ապրինք ամեն օր, ամեն վարյան, սիրենք ամեն բան վեր եւ ամեն բան առաջ։ Այսօր սիրելիներ, եթե մեկ բան պիտի դանենք մեզ հոստեղեն, այն դրամապանությունն է եւ վստահությունն է, որ փորձությունները Աստուծմե չեն կար։ Աստված չուզեր ովևէ մեկս փորձվի։ Մենք շատ անգամ գսենք ճակդին վրա քրված էր։ Ոչ, Հիսուս Քրիստոս ովևէ մեկուն ճակդին վրա ովևէ մեկ բան չէ քրած։ Հիսուս գիտե վաղը ինչ պիտի դնես, բայց ինքը չէ որոշած
ինչ պիտենես վաղը։ Այլապես ինչու եկավ Հիսուս։ Եթե ինքը գիտեր, որոնք պիտի փրկվեին, ինչու մարդ դարձավ։ Մարդ դարձավ, որբեսի մարդիկ իրենց միտքը փոխեն, իրենց կյանքի ընթացքը փոխեն, ինչպես որ այսօրվա թզենիին արագին մեջ եւ անգե առաջ Հիսուս կսեր, որբեսի մարդիկ աբաշխարեն։ Աբաշխարությունը այսօր փարմը դարձած է, որ մենք բոլորս կվախնանք եւ լսենք, որ մեկը աբաշխարած է, քմծիծաղով հավանաբար գարդայդվինք, բայց Աստված գուզե, որ բոլորս աբաշխարենք եւ աբաշխարել մեկ բան կնշանակե, ուրիշ բան չի նշանակեր։ Զղջալ հավատքով, արցունքով մեր բոլոր մեղքերուն համար։ Աբաշխարությունը կյանքի ընթացք է, մեկ անգամ չլար, երկու անգամ չլար, ամեն օր պետք է աբաշխարենք, որովհետև Աստուծո սրբության դիմաց բոլորս մեղավոր ենք։